Antifake-ի աշխատակից Դավիթ Վիդանյանի հետ լրագրող Դավիթը այստեղ ելույթ ունեցավ, ամեն դեպքում, քանի որ խոսվեց Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին, այս պահի դրությամբ ինչ կփոխանցեք եւ Նարեկը ինչ է փոխանցել, եթե միջնորդավորված եղել է ինչ-որ ուղերձ։ Առողջական վիճակի մասով նշեմ, որ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը գտնում է այս պահին բուժհաստատությունում, ստանում է իր բուժումը։ Տեսեք, ես ընդհանրական եթե խոսեմ այս տեղնոցով բռնաճնշումների մասին, ինչի մասին էր քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի գործը։ Նրանց նկատմամբ այս դասական քաղաքական բռնաճնշումը ընդհանրապես խոսքի համար եւ ընդ որում նրանք կալանավորվել են այն հոդվածի հիման վրա, որով մեկ անգամ արդեն կալանավորվել են 2 ամսով 2024 թվականի մարտ ամսից մինչև մայիս ամիս եւ հետագայում արդարացվել էին այդ նույն մեղադրանքի համատեքստում, այդ տխրահարճակ համացանցային խուլիգանություն։ Այս անգամ ռեժիմը թիրախավորեց ոչ միայն նրանց, այլև ինչպես ես իմ ելույթում նշեցի, նաև Antifake-ի խմբագրությունը։ Բոլորդ գիտեք, որ ներխուժեցին խմբագրություն, առգրավեցին ողջ տեխնիկան եւ ինչի համար է այս գործի հնչեղությունը կարևոր, որովհետեւ սա ոչ միայն մեր նկատմամբ տեղնոցող բռնաճնշում է, այլև քաղաքական հալածանք, քաղաքական բռնաճնշում ուղղված ընդդիմադիր մեդիային, ուղղված ընդդեմ ազատ խոսքի։ Առհասարակ մենք բազմաթիվ անգամ ֆիքսել ենք, որ գործող ռեժիմի ներկայացուցիչները այս տարիների ընթացքում բազմաթիվ հայցեր են ուղղել ընդդիմադիր մեդիաների նկատմամբ եւ տեսեք այսօրվա ակցիան ինքը իր բնույթով բավականին կարևոր էր, որովհետեւ կարծես թե սառույցը տեղից շարժվում է եւ տարբեր հասարակական քաղաքական միավորներ մեկ օրակարգի շուրջ կարողացան համախմբվել եւ կարևոր բողոքի միջոցառում իրականացնել ԵԽՎ Մարդու իրավունքների հանձնակատարի այցի համատեքստում եւ ես հույս ունեմ, որ նմանատիպ միասնական միջոցառումները կշարունակվեն, որովհետեւ այսօր Հայաստանում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, ոչ միայն մեդիա գործիչներ Նարեկ Սամսոնյանը կամ Վազգեն Սահաթելյանը, այլև սրբազաններ, ընդդիմադիր համայնքապետեր, քաղաքական գործիչներ, սովորական մարդիկ, որոնք շատ հայտնի չեն հասարակական լայն քաղաքական շրջանակներում, բայց կալանավորված են իրենց ընդդիմադիր կեցվածքի, իրենց ընդդիմադիր խոսքի համար եւ մենք պետք է պայքարենք բոլորի համար։ Շնորհակալություն։ Դավիթ, կներեք մեկ հարց, այո, առգրավված հարգելի հետևողներ։ Live News-ի